Ուղիղ եթե մտնելու մեր երկրորդ փորձը, առաջինը տապալվեց, մենք ուղղահայացեինք, մենք չէ, տեսախցիկը։ Տեսնենք այս անգամ ինչ վիճակ է։ Այ հիմա արդեն լավ է, որ ուզում է կարողանում է, չէ՞։ Ձայնը իջեցնեմ, որպեսզի մեզ չխանգարի։ Ողջույն սիրելի հետևորդներ, սա UNICEF-ի Facebook-յան պաշտոնական հարթակն է եւ ավանդաբար մենք յուրաքանչյուր ամիս հանդիպում ենք տարբեր մասնագետների քննարկելու հարցեր, խնդիրներ, թեմաներ, որոնք ուղիղ իմաստով առնչվում են մեր երեխաներին, նրանց առողջությանը, նրանց բարեկեցությանը, դաստիարակությանը, այսինքն ամեն անգամ կախված տարբեր մասնագետներից ու թեմաներից համապատասխանաբար փոխվում են նաև ես ու Գայր փորձում եմ կադրը ուղղել, կադրում կահույքը փոխվում են մեր շեշտադրումները, բայց այնուամենայնիվ միավորում է այն, որ մեր բոլոր քննարկումները ծնողների համար են եւ որպես կանոն երեխաների մասին։ Անոնսից դուք արդեն գիտեք, որ այսօր մեր հյուրն է Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի վարակաբան Սոսե Մարգարյանը եւ այսօր մենք խոսելու ենք ոչ միայն մեր սիրելի երեխաների, այլև մեր ու մեր երեխաների սիրելի ընտանիք կենդանիների մասին։ Սոսե, դուք ունեք այդպիսի տպավորություն, որ մենք կենդանասեր հասարակություն ենք, թե ասենք օրինակ նույն ռուսներից, որոնց ես օրինակ ունեմ տպավորություն, որ չկա ռուսով չունի շուն կամ կատու, մենք շատ ենք հետ մնում։ Անձնական դիտարկում, ոչ բժիշկ Սոսե Մարգարյան։ Բարև ձեզ, ես կարծում եմ, որ մենք ունենք շատ դրական փոփոխություն այդ առումով եւ ավելի հանդուրժող եւ սիրող ենք դարձել կենդանիների նկատմամբ, բայց միևնույն է դեռ ցավոք տեսնում ենք նաեւ դաժան վերաբերմունք։ Այո։ Դաժան վերաբերմունք հիմնականում իհարկե դաժան վերաբերմունքը նաև թափառող կենդանիների նկատմամբ է, ինչը իհարկե ոչ մի գրամ չի արդարացվում եւ որևէ դաժան վարվեցողություն, բայց այո։ Ես էլ օրինակ անձամբ նկատում եմ այդ նույն տենդենսը, միտումը տանը պահել կենդանիներ, որովհետեւ իմ շրջապատում շատ են, հա, այսպես միջին տարիքի ու ավելի երիտասարդ ծնողներ, որոնք իրենց երեխաների խնդրանքին ընթരാճ են գնում եւ նրանց տանեկան կենդանիներ, միանգամից ասեմ, մենք շատ մեծ ընթരാճ քայլեր չենք արել, հասել ենք Ես ինքս ինձ արել եմ։ Դուք արել եք, ինչ կենդանի է, դուք կատու ունեք, մենք ունենք ծովախոզուկ ու եւս մեկը, որի հայերեն անվանումը կարծես գերմանամուկ է, խամյակ։ Դրա կարևոր չի։ Խամյակ, դուք բոլորը գիտեք ով է խամյակը կամ ինչ է։ Հետաքրքիր է, մենք անոնսել ենք, որ ուզում ենք քննարկել երեխաների ու կենդանիների, այսպես ասենք, հա, անվտանգ համակեցության կանոնները, կան ընդհանուր գծով ձևակերպումներ անվտանգ համակեցության, մինչև որ կհասցնենք բաղդատել ու խոսել տարբեր կենդանիների մասին առանձին։ Այո։ Նախ պետք է հաշվի առնենք հենց մեր արդեն ընտանիքում արկա անձանց, որովհետև ուշադրություն պետք է դարձնենք, կան արդյոք շատ փոքրիկ երեխաներ, ովքեր համարվում են խոցելի խումբ, կամ կան արդյոք տարեցներ, որոնք նույնպես խոցելի խումբ են համարվում, կան մարդիկ, ովքեր պլանավորում են հղիություն կամ արդեն հղի են եւ հատուկ միջոցառումներ պետք է իրականացնեն, իմունոդեֆիցիտով մարդիկ ունեն հատուկ ուշադրություն դարձնելու, թե ինչ կենդանի են ընտրում եւ ունեն արդյոք ավել զգուշության անհրաժեշտություն այդ կենդանու հետ, թե ոչ, կախված միավ կլինի որևէ հիվանդության պատճառով կլինի, ստացած դեղորայքի պատճառով կլինի։ Ընդհանուր դրույթների մեջ կարող ենք առանձնացնել ձեռքերի մաքրությունը, կենդանու մաքրությունը, պետք է վստահ լինենք կենդանի ընտելացնելուց, որ ունենք բավարար ժամանակ, էներգիա, կապվածությունը իրոք կարիք ենք զգում, ֆինանս նրանց խնամելու համար, որպեսզի եւ նրանց չվնասենք եւ մեզ։ Եվ հետաքրքիր բան հասկացա ձեր խոսքից, որ փաստորեն առաջին կարծես սկզբունքներից մեկը որոշում կայացնելուց առաջ պահել տանը կենդանի թե ոչ, այն է թե ովքեր են ապրում քո տանը, այսինքն խնդիրը ոչ այնքան սկզբում կենդանու մեջ է, ինչքան այն մարդկանց, որոնք ապրելու են կենդանու հետ, եւ ինչպես դուք նշեցիք, այդ նույն հղիությունը, քրոնիկական հիվանդությունները, իմունիտետի հետ կապված խնդիրները, դրանք կարող են իսկապես վճռորոշ լինել, պահում ենք կենդանի թե ոչ, պահում ենք որ մեկին, պահելու դեպքում էլ ինչ սկզբունքների ու ինչ կանոնների ենք փաստորեն հետևում, շատ օրիգինալ չեմ գտնվի ու երևի թե սկսենք մեր քննարկումը շներից ու կատուներից, որպես են կենդանիներ, որոնք հայկական իրականության մեջ ու երևի թե ամբողջ աշխարհում, ամենից հաճախ են պահվում տնային պայմաններում, շներից սկսենք։ Թող կատվասերները չնեղանան ինձանից, այո, սկսենք շներից։ Ինչ է պետք իմանալ, ինչ հաշվի առնել, եթե քո տանը միաժամանակ կան այդ երկուսը՝ երեխա, շուն։
Նախ ամենավտանգավորից մյուսն էլ սկսենք, կատաղությունը, բոլորիս շատ քաչ ծանոթ, դա եւ շներին կվերաբերվի եւ կատուներին ընդ որում։ Նրանք սովորաբար առաջին պետք է պատվաստված լինեն կատաղության դեմ կենդանիները։ Սովորաբար անում են առաջին պատվաստումը մոտ 3-4 ամսականում, հետո արդեն ռևակցինացիաներ են անում, ոնց որ երեխաներին են անում։ Սովորաբար 1-ից 3 տարի ինտերվալներով կախված թե ինչ պատվաստանյութ ենք կիրառում։ Մյուսը, որ բավարար հիգիենիկ պայմաններում պետք է չլինի եւ եթե բավարար չափով ճիճվաթափ ենք անում շներին, ելի պետք է չունենանք, մեր արդեն հայտնի էխինակոկն է, որը էլի ծանր հիվանդություն կարող է առաջացնել թե երեխաների եւ թե մեծերի մոտ, եւ դրա պաշտպանությունը ճիճվաթափությունն է։ Այստեղ կարող ենք նաեւ խոսել թափառող շների մասին, որոնք բնականաբար ճիճվաթափ չեն արվում, եւ նրանք ավելի շատ են հում միս օգտագործում եւ ավելի մեծ ռիսկ են իրենցից ներկայացնում։ Եվ կարեւոր է, որ անպայման չի, որ մեզ շունը կծի կամ մենք նրա արտաթորանքի հետ շփվենք, որպեսզի վարակվենք, միայն սիրելով մազի մեջ այդ անտեսանելի մասնիկները կուլ տալով երեխան կարող է էխինակոկով վարակվել։ Դրա համար, որքան էլ դժվար է, պետք է հեռու մնալ թափառող շներից։ Նաև նրանք կատաղության փոխանցող կարող են լինել ավելի հաճախ, քան տանը պահվող շները, քանի որ պատվաստված չեն։ Եվ այստեղ կա որոշ դեպքերում մարդիկ կարող է կարծեն, որ եթե շունը հանգիստ է, ուրեմն կատաղության առումով ապահով է, բայց այո, դա միշտ չէ, որ կլինիկորեն դրսևորվում է։ Բայց պետք է նաև հասկանանք, որ կատաղությունը բնավորության գիծ չէ, որը պիտի արտահայտվի ջրային ասած դեպքի արտահայտության, կամ նա քեզ պիտի զգուշացնի, հա, տրամադրություն չունեմ չմոտենաս, այո, փոխանցումը հնարավոր է եւ դրսևորումը հնարավոր է նաև շատ անսպասելի իրավիճակներում։ Եվ եթե մենք խոսում ենք այն խնդիրների մասին, որոնք հնարավոր է հա նույն այդ բակտերիալ ճանապարհով մազի, հա ինչ որ կեղտոտ ձեռքերի շանը կպար, հետո կպար քո դեմքին ձեռքը տարար բերանը, հա երեխաների մասին ենք խոսում։ Սա կարծես մի պլաստ է ու նաև հասկանում ենք, որ եթե ընտանի կենդանի է, ապա ճիճվաթափություն, ապա բոլոր տեսակի վակցինացիաները, եթե դրսի կենդանի է, ապա մաքսիմալն է, հա, այսպես հնարավորինս զգուշ, հեռու կամ պահպանելով էլի գոնե այդ հիգիենիկ կարևոր կանոնները։ Ես հիմա վախենում եմ ասել մի մոտեցեք, որովհետև ես մի մարդ եմ, ով իր երեխաների հետ մենք ունենք մեր բակում շուն, մենք ունենք շներ, բայց ունենք ֆավորիտ շուն, եւ չսիրել այդ շանը վերջ, էլ արդեն չես կարող։ Եթե ես հիմա փորձեմ դեմ գնալ իմ երեխաներին ու ասել, որ մի կպեք Ջեսիին, ես կդառնամ նրանց թշնամի, որովհետև մենք Ջեսիի համար խելագարվում ենք, մենք նրան կերակրում ենք, նրա համար հատուկ կեր ենք գնում եւ Ջեսին սիրելը տուն գնալ գալու ինչ որ ռիտուալներից մեկն է։ Եվ իհարկե, այո, կամած քիչ մտարտուն մի անգամից լվացվելու, այսինքն հիշելով, որ էխինակոկը չի կանխվի լվացվելով, որովհետև այդ սիրելու ընթացքում միևնույն է կարող ենք ձեռք բերել։ Ինչ է կանում սոսեր։ Այո։ Դժվար է։ Հա, չէ, իսկապես։ Սա ընտրություն է։ Ես հիմա լսում եմ ձեզ ու հասկանում եմ, որ մենք շատ հաճախ մի քիչ բախտախնդիր ենք, էլի ծնողներս մտածում ենք, որ մեր հետ չի լինի։ Մեզ հետ դա չի պատահի։ Ամեն ինչ լավ է, ես վերահսկում եմ, կլվացնենք, այս կանենք, այն կանենք, բայց այո, դուք ասում եք ու ես հիմա հասկանում եմ, որ եկեք բավարարվենք Ջեսիին կերակրելով։ Պարզապես ուտելիքը դնենք եւ հեռանանք ու պարտադիր չի ճզմել Ջեսիին։ Բայց այնուամենայնիվ, հիմա արդեն մի փոքր խոսենք դեպքերի մասին, որոնք ավելի ակնհայտ են, ակնառու են եւ ոչ պակաս ցավոտ, այս պարագայում արդեն հարցակվելու, կծելու, վնասելու, ճանկրելու բոլոր այս դեպքերը։ Կա այստեղ երկրորդ կարծիք, որ կարող է լինել մի բան, որով պետք չի վազել բժշկի մոտ։ Եթե խոսքը չպատվաստված կենդանու։ Այո, մենք խոսում ենք այս պահին, քանի որ խոսեցինք դրսի կենդանիների մասին, այս թեման փակենք ու վերադառնանք տուն։ Այո։ Միանշանակ բոլոր դեպքերում պետք է դիմել, այդ դեպքում կարող է կանխարգելիչ բուժումը լինել տարբեր, այսինքն միայն պատվաստանյութ, թե նաև հակամարմիններ։ Եթե փոքր է վնասվածքը, խորը չէ,
դեմքին մոտ չէ, այդ դեպքերում կարող է միայն պատվաստումը բավարար լինել։ Իսկ խորը վերքերի դեպքում նաև ստանում ենք հակամարմիններ, պատրաստի իմունոգլոբուլիններ։ Եթե ընտանի կենդանիներ են եւ մենք վստահ ենք, որ up to date են նրանց ժամանակին պատվաստումները ստացել են բոլոր, ավելի հանգիստ կարող ենք լինել կատաղության առումով, բայց չմոռանալով վերքը մշակել, որովհետև երկրորդային ինֆեկցիայի ռիսկը խնդիրը միայն կատաղությունը չէ, այո, դա արդեն բաց վերք է եւ հնարավոր է այլ խնդիր լինի, հետեւաբար մշակել այն, հա, վիրակապել, իսկ հարկեղած դեպքում երբ որ նկատում ես, որ քո հմտությունները երևի թե չեն բավականացվում, հա, մեր առաջին գործողությունը պետք է լինի օճառով հոսող ջրի տակ լվանալը, ցանկացած վերքի ժամանակ, դա կլինի հողոտ վերք, կծած վերք, ցանկացած, եւ դիմել բժշկի։ Կարող է առաջին օգնությունը բավարար լինի, կարող է կարիք լինի նաեւ վիրաբուժի օգնության, դա արդեն, բայց այո, միշտ պետք է դիմել վերքը գնահատելու համար։ Մի կատեգորիա էլ քննարկենք ու անցնենք արդեն մյուս կենդանիներին, հիվանդություններ, որոնք կրում են կենդանիները։ Ասենք օրինակ ես վերջերս իմացա, որ կա այդպիսի երևույթ, նիշան մասին էր խոսքը գնում, որ ունի մաշկի քաղցկեղ։ Եվ բուրդը այդպես ցեցը կերածի նման, հա, կարծես տեղ-տեղ թափված էր եւ այլն եւ այլն։ Եվ այդ հիվանդությունը եւ բազմաթիվ այլ հիվանդություններ, որոնցով կարող են տառապել կամ դրանց կարող է լինել շները, այդ հիվանդությունները մարդկանց համար վտանգ ներկայացնում են։ Կդժվարանամ պատասխանել քաղցկեղի հետ կապված, բայց նույն լեշմանիոզը նույնպես շների մոտ, մարդկանց մոտ դա ներքին օրգանների ախտահարումով, երեխաների մոտ ծանր բուժման բացակայության դեպքում միանշանակ մահվան ելքով հիվանդություն է, բայց շների մոտ դա շատ երկար ժամանակ կարող է ընթանալ վերքերով, արյունային կամ խոցոտված վերքերով, այստեղ պետք է տարբերակել ինչն է։ Դա անմիջապես չի փոխանցվի մարդուն լեշմանիոզը, բայց եթե շրջապատում կան այդպիսի շատ կենդանիներ, մլակները կարող են փոխանցել մարդուն։ Այսինքն այստեղից դուրս բերենք մի ուրիշ խորհուրդ, որ եթե կենդանին ունի որևէ հիվանդություն եւ անաստաբուժը դա հաստատել է, ունենք դիագնոզ եւ շատ հաճախ նաեւ, հա, մենք տեսնում ենք, որ շատ ընտանիքներ իհարկե չեն հրաժարվում կենդանուց եւ տարիներով զբաղվում են բուժմամբ եւ, հա, այսինքն մի ուրիշ էջ են բացում իրենց կյանքում հոգատարության եւ դա հիանալի է, բայց այնուամենայնիվ խորհրդակցել արդեն մարդու բժիշկների հետ, թե տվյալ հիվանդության այդ համակեցության կանոնները որոնք են, սրա անհրաժեշտությունը կա։ Հատկապես ինֆեկցիոն, հատկապես երբ որ քո տանը կան երեխաներ, սա չքննարկենք, պարզապես ընդունենք որպես իգիտություն։ Կատուները ինչով են տարբերվում շներից, մեզ ուրիշ բաներով կարող են զարմացնել, բացի կատաղությունից։ Շներն են ավելի հաճախ կատաղության փոխանցողը, բայց կատուները նույնպես հետ չեն մնում, հատկապես թափառողները, եւ ընտանիքում կատու ունենալուց նույնպես պետք է կատաղության պատվաստումը պարբերաբար ռևակցինացիաներով ստանալ։ Կատուները երկու խմբի բաժանենք, եթե ունենք իմունոդեֆիցիտով մարդիկ, նրանց համար ավելի վտանգավոր են փիսիկները, լիմֆոցիտար հիվանդություն կա, որը կարող է անցնել եւ խնդիր է հատկապես իմուն դեֆիցիտ ունեցող մարդկանց համար, մյուսը հենց կատվի ճանկռացի հիվանդություն է կոչվում այդ հիվանդությունը, որը առողջ մարդու համար կարող է շատ լուրջ վտանգ չներկայացնել եւ ավելի նորից խոցելի խմբերի համար ծանր ընթացք ունենալ։ Եվ կատուները շատ կարևոր է, որ այս հիվանդությունները որևէ կերպ կարող են կատուների մոտ եւ փիսիկների մոտ չդրսևորվել եւ փոխանցվել, այո։ Եվ մյուսը, որ շատ կարևոր է, տոքսոպլազմոզը, երևի բոլորս շատ լավ, շատ հաճախ խոսում են շատ այդ մասին, հղիների համար է դա վտանգ, բայց դա չի նշանակում, որ պետք է կատու չպահի նավ պլանավորումը երբևէ հղիանալ կամ հղի է, պարզապես պետք է դիմել օգնության, եթե հնարավոր է գործ չունենալ արտաթորանքի հետ, կատվի ավազը թող փոխի մեկ այլ մարդ, եւ եթե նույնիսկ չունենք այդ հնարավորությունը եւ մենք ստիպված ենք ինքներս խնամել մեր կատվին, անենք դա ձեռքերով, լվացվենք եւ եթե փոխենք ավազը, փոխենք ամեն օր։
Այսինքն դրա միտքը այն է, որ ծվիկների զարգացման, հասունացման համար մոտ 1-ից 5 օր անհրաժեշտ է իսկ ամեն օր փոխելու դեպքում դու թույլ չես տալիս, որ այո, կմեղմացնենք։ Եվ այստեղ մի բան էլ կուզեմ նշել, որ ի տարբերություն շների, էխինակոկի, որ մեր ճիճվաթափությունը օգնում է, շատ հաճախ տոքսոպլազմոզը շփոթում են մարդիկ, որ եթե ճիճվաթափ են անում իրենց կատվին, ուրեմն այդ վտանգը չկա, բայց այստեղ պետք է տխրենք, որովհետև դա պարազիտ է եւ ոչ թե եւ չի ենթարկվում ճիճվաթափմանը, հա։ Այսինքն եթե ունենք կատու, ունենք հղի, նա պետք է արտաթորանքներից հեռու մնա։ Իսկ տոքսոպլազմոզը ոչ հղիների համար, ձեր խոսքից հասկանում եմ, առանձնապես խնդիր չի ներկայացնում։ Հղիներն են, որ պետք է փաստորեն արտաթորանքի հետ գործ չունենան, իսկ ինչ վերաբերում է իմունոդեֆիցիտ ունեցող, հա, մարդկանց դուք նշեցիք այդ ճանկրոցները, հիվանդությունը, այո, մյուսը որ էլի լիմֆոցիտար հիվանդություն է, էլի իմունոդեֆիցիտով մարդիկ, հղիները նույնպես առավել ռիսկի խմբ են, բայց դրան ավելի քիչ հանդիպող բաներ են։ Հասկանալի է։ Եվ այստեղ կատուները, մարդիկ, ովքեր իրենց կատուն դուրս չի գալիս, դուրսուներ չի անում եւ կարծում են, որ տոքսոպլազմոզը ռիսկ չունեն, որովհետև այլ կատուների եւ հողի հետ շփում չունեն, մենք միշտ մեր կոշիկներով կարող ենք հող եւ փոշի բերել եւ իսկ կատուները սիրում են կոշիկների հետ խաղալ եւ ոչ միայն, այսինքն պարտադիր կոշիկների հետ խաղալ, հա, դու ուղղակի դա այդ վարակը տուն ես բերել, մտցրել ես ներս արդեն ուզած թե չուզած։ Ես իհարկե ռեյթինգ լիստ չունեմ, բայց ենթադրում եմ, որ հետո արդեն կարող ենք մի քիչ ազատ խոսել, հա, շուն կատու, հասկանալի է, դրանք շատ ենք պահում թռչուններ, կրծողներ։ Այո, հիմա բոլորը ինչ որ էկզոտիկ կենդանիների դաշտ անցնենք։ Ես օրինակ հիշում եմ, որ երբ փոքր էի եւ ունեի թութակներ, այնպես էինք ընկերացել այդ թութակների հետ, որ ես ինձ թույլ էի տալիս նաեւ համբուրել։ Բայց ոչ թե կտուցը, այլ էս հատվածը, հա, որտեղ դա շատ փափուկ էր, հաճելի էր, մի խոսքով մենք իրար հետ լավ ենք։ Բայց հետո ես իմացա, որ չեմ հիշում, ինչ-որ մի առիթով մեկն ինձ ասեց, որ ոնց նման բան չի կարելի անել, ոնց ցեցիտիկներին պատճել եւ այլն, ու ես եմ որ լավ, ոնց որ մի 20 տարի արդեն անցել է, արդեն ոչ մի բան կարծես չգիտենք չի եղել, հարկասո անցանք, ինչի մասին է խոսքը, ինչից կարելի է վախենալ։ Հիմնական վախը թռչունների եւ թութակների հետ կապված դա պսիտակոզ կոչվող հիվանդությունն է, որը թոքաբորբի հարուցիչ է նույն մարդկանց մոտ կարող է թոքաբորբ առաջացնել։ Ընթացքով կարող է լինել ծանր թոքաբորբը, սակայն այստեղի տարբերություն նախորդ թիվ հնչած հիվանդությունների, թութակը նույնպես հիվանդ է լինում։ Իհարկե դա պետք է տարբերակել։ Թութակը լինում է թույլ, ավելի հանգիստ, ավելի քնկոտ։ Այսինքն եթե թութակը այդ պահին չեղավ հիվանդ, նա քեզ դա չի էլ փոխանցի։ Ի տարբերություն նույն կատուների։ Հասկանալի է։ Բայց նաև հիվանդությունը պետք է ճանաչել եւ չմտածել, որ թութակը խելոքացել է։ Այո։ Դիտի հասկանաս, որ ունի փաստորեն խնդիր եւ միայն այդ ժամանակ այն կարող է քեզ փոխանցել։ Որևէ այլ էական մահացու վտանգ ինձ հայտնի ոչ։ Թռչնակներից առանձնապես երևի հաճ ենք հետ սպասում եւ երևի թե նույն այդ կծահարել, հա, վնասել մաշկը, երևի այդ վերքի զուտ մասով պետք է զբաղվել։ Վերքի ինֆեկցիան։ Այո, իհարկե այլ բան է, որ նաև պետք է հաշվի առնել, եթե դուք չեք պահել մինչև հիմա թռչուն, որ նրանք էլ կարողանում են բավականին ռուսերեն եմ ուզում ասել, պետք է խուսափել դրանից, կեղտոտել միջավայրը, որովհետև արտաթորանքի տեսանկյունից այդ փոքրիկ ճնճղուկները կարողանում են օրվա ընթացքում իսկապես գործեր անել, եւ եթե դուք որոշել եք պահել կենդանիներ, հաշվի առեք ու մանավանդ եթե դուք մեծահասակ եք երեխաներ ունեք, երեխայի խնդրանքով եք անելու, օրվա ընթացքում մի երկու անգամ դուք մաքրելու եք այդ կենդանիների վանդակը, հետեւաբար նկատի ունեցեք։ Կրծողներին անցնենք։ Մեր իրականության մեջ, այո, խամյակներ, ծովախոզուկներ, հաճախ լինում են նաև ճագար, հա, նապաստակներ եւ այլ տեսակի։ Վերջին շրջանում նաև Հայաստանում շատ բավականին պոպուլյար դարձան ավելի էկզոտիկ տեսակի կրծողներ պահելը, որոնցից հիմա որևէ մեկի անունը ես չեմ կարողանում հիշել, կարծես այդ վիդրայի նման, հա, կենդանիներ, վերջ, ես մոռացա, կներեք ինձ, կրծողներ մի խոսքով, այո, կրծողներ պահել, ինչ տեսակ, արդյոք սա մի խումբ վտանգ է, թե էլի ինչ որ տենց դասակարգումներ պիտի ունենա։
Տարբեր են ճագարները, եթե դրանք էլի երևի կան այդ փոքրիկ ճագարները, որ ավելի ընտանի են եւ ճագարները, որ ավելի շատ յուղերում մենք որ տեսնում ենք որ վազքի ժամանակ մի մարդու բոյ ունեն այո կարող ենք առանձնացնել առնետներին, մկներին, խամյակների հետ եւ ճագարներին, բայց դրանք բոլորը կարող են փոխանցել տուլարեմիան, որը էլի ծանր ընթացքով հիվանդություն է եւ Հայաստանում մենք շատ ունենում ենք դեպքեր, կդժվարանամ ասել, բայց սովորաբար մենք տեսնում ենք դա ոչ այն երեխաների մոտ, ովքեր խամյակ են պահում, այլ նրանք, ովքեր ում շրջապատում կան ճագարները եւ նաեւ կարող են փոխանցվել նաեւ տզերով, այսինքն անպայման չէ որ մենք հենց նապաստակից փոխանցվի։ Այո, իսկ ինչի է ինձ ներկայացնում տուլարեմիան։ Դա շատ բազմաբնույթ ընթացք կարող է ունենալ, ամենահաճախ ձևը, որ մենք տեսնում ենք, դա մեծացած բորբոքված ավշահանգույցն է թարախային, որը երբեմն վիրահատական միջամտության անհրաժեշտություն կարող է առաջացնել։ Իհարկե կան թոքային, աղիքային շատ ծանր ձևերը, որոնք չենք տեսնում, չեն հանդիպում։ Աչքի ախտահարում կարող է առաջանալ եւ ավշահանգույցների մեր սիրելի գեղձերի։ Գեղձ, այո։ Հա, հասարեն մինչև վիրահատական միջամտության կարող է գործը հասնել։ Եվ Հայաստանում շատ հանդիպում է։ Եվ հանդիպում է։ Իսկ դա կանխարգելում կա որևէ տարբերակով, բացի չպահելուց, չշփվելուց, ծզերից հեռու մնալուց։ Պետք է համաճարակաբանական հսկողությունը լավ լինի, այսինքն ջրափոսեր, ջրամբարներ, որպեսզի այդտեղ չլինեն սատկած կենդանիներ, կրծողներ, նաև վայրի կրծողներ, մկների, առնետների դեմ պայքար պետք է լինի, այդպես։ Հա, այսինքն առանձին ենթադրաբար, եթե դու օրինակ որոշել ես առաջիկայում պահել այդ ճագարին տանը, տանել նրան ինչ-որ պատվաստումների կամ նման թեմա չենք էլ քննարկում, կարծես։ Հա, պարզապես, հա, որոշակի ռիսկային ինչ-որ գործոն գոյություն ունի այնուամենայնիվ, այդ որոշումը դու պահում ես, թե չես պահում այնուամենայնիվ։ Այ խամյակներից մենք ինչպես կեղտոտ առնետներից, ոչ ընտանի առնետներից, նաև խամյակներից, որ պահում ենք տանը, կարող ենք վարակվել հենց այդպես էլ կոչվում է առնետի կծածի հիվանդությամբ, որը երեխաների մոտ նույնպես կարող է ծանր ընթանալ, ջերմությունով, ցանով, անտիբիոտիկ պահանջի բուժման համար, եւ դա նույնպես միշտ չէ, որ դրսևորվում է կենդանու մոտ նշաններով։ Այո, պարզապես ու դա իմանում ես միայն այն բանից հետո, երբ որ քեզ կծում է, հա, խայթը, հա, կծում։ Այո, եւ այդ խայթոցը քանի որ շատ կարող է փոքրիկ լինել եւ նույնիսկ միջամտության կամ բժշկի դիմելու հարց չառաջանա, եթե ունենք խամյակ, բայց եւ տեսնում ենք այդպիսի նշաններ, պետք է մտքում ունենալ, որ կարող են նա մեզ փոխանցի առնետի կծածի հիվանդությունը։ Խորհուրդը բացարձակ ստացվում է հետեւյալը, որ եթե դու տանում ունես այդ փոքրիկ կրծողները, հա, անկախ նրանից թե ինչքան դրանք քեզ փափուկ, անուշիկ են թվում եւ շատ անվնաս, եթե արձանագրվել է կծելու միջադեպ, այսինքն դու դա հասկանում ես, ու կապ չունի դրամաչափը, վնասի գնալ կոնսուլտացիայի եւ դիմել մասնագետի։ Այդ պահին գուցե միջամտության հարց չլինի եւ այդ պահին չէ, բայց հետագայում եթե ունենում եք ցան, ջերմություն, մի մոռացեք բժշկին ասել, որ դուք խամյակ ունեք։ Անամնես կոչվածում, հա, որպեսզի նշվի նաեւ, որ մի քանի օր առաջ պայմանական նման միջադեպ է տեղի ունեցել, իսկ դա արդեն տալիս է որոշակի ինֆորմացիա, հա, բուժման ընթացքը ուղղորդելու, որ նման միջադեպ է եղել, հետեւաբար պետք է ներսես գործողությունները։ Շատ լավ։ Այլ որևէ բան ձեր մասնագիտական դաշտում, հա, ասենք այսպես, լսել եք, տեսել եք անսպասելի կենդանիների հետ։ Կրյաներ են երբեմն վերջերս հանդիպում, որ տանը ունեն կրյաներ եւ այդ հարցը միշտ կա, ամեն մի հիվանդանալը այդ կրյայից էր, թե ոչ, այդ հարցը ցակում է։ Ես փորձեմ իմանալ զարմանքս սրել։ Սովորաբար կրյաները եւ կենցաղները դրանք կարող են փոխանցել օրինակ սալմոնելա, բայց այդպիսի սպეციფიկ հիվանդություններ, ոնց էխինոկոկը, կատաղությունը եւ այլն, նրանցից շատ չենք սպասում։ Այո։ Շատ հիվանդություններ չենք սպասում նաև սարդերից, միջատներից, ինֆեկցիոն առումով, իհարկե նրանք կարող են թույն փոխանցել կամ կծածը շատ ալերգիկ ռեակցիա բուռն առաջացնել, բայց ինֆեկցիոն առումով դրանք նույնպես անվտանգ են։
Իսկ սողունները մարդիկ կան նաև օծեր են պահում իրենց տանը։ Սողունների հիմնական վտանգը նույնպես դա խայթոցն է, թույնի եւ ալերգիկ բուրըն ռեակցիա առաջացնելու եւ այնպես ինչպես կրյաները կարող են որոշ աղիքային հիվանդություն է սալմոնելլան համարվում, բայց նա կարող է նաև համակարգային ընթացք ունենալ։ Դրա համար աղիքայինների մեջ նա առանձնացված է որպես ծանր աղիքային ինֆեկցիա։ Հասկանալի է։ Այսինքն մենք այսպես ենք հասկանում, որ գրեթե չկա որևէ կենդանի, ընտանի կամ ոչ, որին մեր տուն բերելով մենք որոշակի ռիսկային այսպես շրջանակ չենք ստեղծում մեր երեխաների շուրջ։ Այո, բայց վերջինների դեպքում միայն ձեռքերի հիգիենան կարելի է ասել բավարար է ինֆեկցիոն առումով։ Սողունների, միջատների հետ կապված։ Հա, այսինքն այստեղ արդեն հարց է առաջանում՝ շունկատու պահել թե օծ, օրինակ, հա։ Էմոցիաները տարբեր են։ Էմոցիաները տարբեր են, այո։ Դու այդ օծին հետ բոլոր ջերմությունը ու մնացած բաները չես ստանա ինչ որ շնորհակալի եւ առավելևս նապաստակի պարագայում, բայց վնասն էլ կարծես ավելի քիչ է։ Իսկ հաճախ իհարկե հատկապես մայրիկները ու տատիկները չէ զարհուրում են, երբ որ լսում են, որ ընտանիքի անդամներից որևէ մեկը նախաձեռնել է օծ պահել ու այդպես կամ մենք կամ օծը, բայց եւ ընտրում ենք օծին։ Եվ ընտրում ենք օծը, բայց սիրելի մայրիկներ ու տատիկներ, ինչպես տեսանք, օծերը պակաս վտանգավոր կարող են լինել։ Հրաշալի է։ Լավ, ամեն դեպքում մենք իհարկե եկանք այն եզրակացության, որ պատվաստումները ժամանակին մասնագետին դիմելը, ճիճաթափություն կատարելը, ձեռքերի հիգիենային հետևելը, բայց իհարկե հասկանում ենք, որ դա միշտ չի, որ փրկում է, եւ համապատասխան անհանգստության նշանների դեպքում անհապաղ մասնագետին դիմելը այնուամենայնիվ մեր պատասխանատվության դաշտում են եւ նաեւ տալիս են այդ անվտանգության բարձիկը, որ եթե դու կամ քո երեխաները սիրում եք կենդանիներ, ցանկանում եք պահել կենդանիներ, մի զրկեք ձեզ այդ հաճույքից։ Թերևս այսքանը։ Կա որևէ բան ավելացնելու սոսե։ Ոչ։ Հորդոր խորհուրդ խնդրանք։ Սիրեք կենդանիներին, խնամեք նրանց, լավ խնամեք, որ առողջ լինեն, ապահով լինեն ձեր եւ ձեր երեխաների համար։ Շարժվեք նրանց հետ, ստացեք հոգեկան հանգստություն եւ մտավոր։ Իսկապես։ Մի խուսափեք նրանցից ինֆեկցիաներից, ոչ։ Եվ որ ոչ պակաս կարևոր է, ասում են, չէ, մեր ու ձեր երեխաներ չկան, թերևս նույնը կես կատակ կես լուրջ կարելի ասել նաև կենդանիների մասին, այո, եթե կենդանիները թափառող են, դա դեռ չի նշանակում, որ նրանք ապրիորի արժանի են մեր կոպիտ ու վատ վերաբերմունքին։ Այո, բժիշկը շեշտեց, որ կա վտանգների մի ամբողջ սպեկտր, որը կրում են թափառող կենդանիները եւ դրանից հաճախ խուսափելու համար միակ տարբերակը ֆիզիկապես տարածություն պահպանելն է, բայց դա չի նշանակում հարվածել, խփել եւ այլն, այսինքն այո, մենք ոչ թե հիմա ռոպագանդում ենք լինել դաժան, այլ պարզապես պահպանել այդ տարածությունը, հատկապես երբ խոսում ենք մեր երեխաների առողջության մասին։ Սոսե, հոգաչափ շնորհակալ եմ այս քննարկման արտացեք, ուսումնասիրեք այս թեմայի մասին, հուսով եմ նաև մենք առիթ տվեցինք ձեզ մի փոքր ավելին ցանկանալու իմանալ այս թեմայի վերաբերյալ, հասկանալի է կենդանիները շատ են, հիվանդություններն են շատ եւ բոլորը մի քննարկման ընթացքում չես տեղավորի, թող սա մտածելու նյութ տա ձեզ եւ առողջություն ձեզ, ձեր երեխաներին եւ ձեր ընտանի կենդանիներին։ Իսկ ես գնամ անջատեմ կապը։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Հաջողություն։